Հիմա մենք ունենք նաև մեր կոլեկտիվ փորձ, այսպես ասենք, որպես ժողովուրդ, հայ ժողովուրդ, մեր ընդհանրացված փորձը։ Եվ ունենք մի առաջնորդ այսօր, որը սեփական փորձի վրա ոչինչ չի սովորել։ 18-ից 20 թվականը լրիվ մեկ բան էր ասում, հրահրեց պատերազմ։ Պատերազմը սկսվեց, ասում էր, Գետաշենը վերցրինք, ամբողջը տվին, Ղարաբաղը տվին։ Պատերազմից հետո գնաց ստորագրեց Արցախը, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կորցրեց Արցախը։ Զարմանալի բան է ինձ համար, ժողովուրդ ջան, ոնց կարող եմ մարդ այդ տարիքում սեփական փորձից ոչինչ չսովորել։ Հետո պատասխանը շատ պարզ մի պատասխան ուղղակի մտքիս եկավ, որովհետև իր սխալների գինը ինքը չի տվել։ Ժողովուրդ ջան, այդ սխալների գինը տվել է մեր ժողովուրդը։ 5000 երիտասարդի կյանքով, 12000 վիրավորվածի կյանքով, 150,000 ունեզրկված մարդկանց տառապանքներով և կորցրած հսկայական հողերով։ Հիմա լավ, մեկ մարդը այդ փորձը այդպիսի մարդ է, նա սեփական փորձի վրա չսովորեց, որովհետև գինը ուրիշներն են տվել։ Ժողովուրդն է տվել այդ գինը։ Հիմա մեր ժողովուրդը այս փորձի վրա մի բան պիտի սովորենք, թե չպիտի սովորենք։ Եվ ամենից լավ դասը լինելու է հունիսի 7-ը։